մասով։ Սա ուրեմն լրացուցիչ ապացույց ներկայացնելու անհրաժեշտություն ունենք եւ մի հարց է, որը նախնական դատական նիստում եմ տվել, բայց հիմա կրկնեմ, կապված է ձեր պահանջի ձևակերպանհետ կապված, քննարկեցինք նախնական դատական նիստում, որ կա հրամաններ, կա նախարարի հրաման այս դասագրքերը շրջանառության մեջ դնելու վերաբերյալ։ Նախարարի հրամանը չեք վիճակում այս գործով, այլ պահանջում եք, ինչպես դուք եք նշել, հետ կանչել դասագրքերը, պարտավորեցնել նախարարությանը շրջանառությունից հետ կանչել 3 դասագրքերը։ Նորից եմ ես հարցը ուզում բարձրացնել եւ լսել ձեր բարձրաբանումները, ինչի չեք վիճակում այն հրամանը, որով սրանք դրվել են շրջանառության, հատկապես որ ձեր խոսքում ես լսեցի այն միտքը, որ փորձաքննությունը կարծում եք, որ ճիշտ չի իրականացվել, որտեղ մասնագետները ճիշտ չեն գնահատել այս դասագրքերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին, եթե այդ տեսանկյունից եք հարցը բարձրացնում, եթե գտնում եք, որ ի սկզբանե այս դասագրքերը չպետք է դրվեն շրջանառության մեջ, ինչի չեք վիճակում այն հրամանը, որով դրանք դրվել են շրջանառության մեջ, այն պահանջում եք, որպեսզի դատարանը պարտավորեցնի նախարարությանը հետ կանչել շրջանառությունից, եւ երկրորդ այդ հրամանով հաստատված շրջանառության մեջ դասագրքերը հետ կանչելու շրջանառությունից հանելու ինչ իրավական հիմքեր կան։ Իրավական հիմքեր նկատի ունեմ արդյոք կան օրենքով սահմանված այնպիսի դրույթներ, որոնք թույլ են տալիս նախարարին իր իսկ հրամանով շրջանառության մեջ դրած դասագրքերը հետ կանչել այն պայմաններում, երբ այդ հրամանը գործում է ուժի մեջ է եւ դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել։ Պատվարժան դատարան, նախորդիվ ես նշեցի, որ մենք այսօր քննարկում ենք հայցատեսակը, որը ընդունվեց քննարկումից նախանիստի ընթացքում, մենք ընտրեցինք գործողության հայցատիմում, չէ՞, ես չեմ սխալվում։ Ձեր ձևակերպումը համապատասխանում է գործողության կատարմատին, քանի որ չեք ակնկալում, որ նոր հրաման պետք է ընդունի, նոր որոշում պետք է ընդունի, ես այդ հարցն եմ բարձրացրել, եթե հիշում եք, ես ասել եմ հետ կանչելի ինչ եք պատկերացնում, որոշում նոր հրաման ընդունելու եղանակով, թե ուղղակի ասի հանում ենք շրջանառությունից, սրանից է կախված։ Ես այդ հարցերն եմ բարձրացրել, դուք պնդել եք, ասել եք ինչ գրված է դա է։ Եթե գրվածով նայենք, դա գործողության կատարման հայց է, դուք եք որոշում հայցատեսակը եւ պահանջի ձևակերպումը, դուք որոշել եք այս պահանջի ձևակերպումը, բայց ինքը իր հետ բերում է հարցեր եւ բերում է իմ այդ հարցը։ Եթե չի վիճակվում հրամանը, ուրեմն դի շարժվենք ու կանենք կանխավարկածով, որ հրամանը ճիշտ է։ Եթե շարժվենք այն կանխավարկածով, որ հրամանը ճիշտ է, ինչի այդ դեպքում հետ պետք է կանչի շրջանառությունից եւ որ օրենքի որ դրույթի հիման վրա պետք է նախարարը հետ կանչի շրջանառությունից։ Ինքը էլի դուք եք որոշում պահանջը, բայց դա բերում է իմ այս հարցերին։ Ես հասկացա։ Եթե ներողություն ավելացնեմ, եթե լիներ պահանջ վերացնել նախարարի հրամանը, այս հարցերը չէին լինի։ Կլինեին այլ հարցեր։ Նախարարի հրամանը ինչի է սխալ, որ նորմի խախտման է ընդունվել եւ այլն։ Քանի որ պահանջը այդպեսին չէ, այսպեսին է, այս հարցերն են առաջանում։ Հարգելի դատարան, ուրեմն